Ինչպիսի կազմ կունենա նոր խորհրդարանը։ Այս աթոռներին նստած կլինի միայն կայուն մեծամասնություն ունեցող իշխող ուժը, թե աջ կողմում այդուհանդերձ կլինեն 2, գուցե նաև 3 ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։ Քվեարկությունից 2 օր անց դեռ ոչ մի բան որոշակի չէ։ Պարզ չէ ԲՀԿ-ն կլինի խորհրդարանում, թե ոչ։ Հայտնի չէ նաև արդյոք խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը կվերցնեն մանդատները, թե կհրաժարվեն դրանցից։ Գիտեմ, որ շատերի մոտ նյարդերը տեղի են տալի։ Մեկօրյա լռությունից հետո Ուժեղ Հայաստանն այսօր հայտարարեց. սպասում են վերահաշվարկների արդյունքին, ակնկալելով, որ որոշիչ կարող է լինել Բարգավաճ Հայաստանի խորհրդարան մտնել-չմտնելու հարցը։ Եթե երրորդ ընդդիմադիր ուժը անցնի խորհրդարան, ԿՊ-ն կզրկվի եւս մի քանի մանդատից, չի ունենա կարևոր որոշումների համար անհրաժեշտ մանդատներ եւ այդ դեպքում ընդդիմությունը ազգային ժողովում կարող է արդյունավետ լինել։ Որից հետո պարզ կլինի ազգային ժողովը կունենա գործիքակազմ դեմ կանգնելու, քանի որ այս անգամ իշխանությունը շատ մանդատներ է կորցրել դեմ կանգնելու ապօրինություններին, հիմնականում դատախազության հետ կապված եւ այլ մարմինների նշանակումներ պետք է արդեն հաստատեն, դատարաններ, պետք է հաստատեն ազգային ժողովի հետ։ Հայաստան դաշինքը նույնպես սպասում է վերահաշվարկի, ինչպես նաև արդյունքների բողոքարկման իրենց նախաձեռնած գործընթացի ավարտին։ Հայաստանի դիրքորոշման մեջ մի բան հստակ է՝ մանդատները վերցնելու կամ չվերցնելու որոշումը մի անձնյաց չեն կայացնի։ Խորհրդակցելով շեմ արտարած ընդդիմադիր ուժերի հետ, որովհետև առնվազն մեր պարագայում գոյություն ունի ավելի խոշոր ընդդիմադիր միավոր եւ միասին որոշում են կայացնել։ Կոչ եմ անում նրանք, ովքեր մի քանի ձայն են հավաքես ամբողջ ընթացքում խանգարել են, իրենք այդքան ճոռոմ եւ մեծ խոսելու, իրենց կարծիքը մեզ թելադրելու իրավունք չունեն։ Ես չգիտեմ նախորդ 5 տարի Նիկոլի մոտ ով աշխատել, չնայած շատերին գիտեմ, շատ անվանական գիտեմ, բայց առնվազն մեր մասով կարող եմ ասել, որ կռիվ ենք տվել բոլոր հնարավոր ճակատներով։ Ու թող ամեն մեկը նաև իր տեղը իմանա, էլի։ Քաղաքական տարբեր ուժեր վերլուծաբաններ այս օրերին ակտիվ կոչեր են անում չվերցնել մանդատները մի քանի պատճառով։ Գլխավորը այդպիսով ընդդիմությունը չի լեգիտիմացնի Փաշինյանի նոր ձևավորվելիք իշխանությունը։ Նրանք իհարկե կփորձեն, այսպես ասած, ազգային ժողով ձևավորել, կփորձեն ցույց տալ, որ այդ ժողովը աշխատում է, բայց անգամ իրենց եվրոպական աջակիցների աչքում այդ ազգային ժողովը կլինի ոչ լեգիտիմ։ Ու վստահ եղեք, որ այդ պարագայում անգամ իրենց եվրոպական խորհրդատուները իրենց խորհուրդ կտան, որ գիտեք ինչ կա, գնացեք նոր ընտրություններ։ Կառաջանա շատ լուրջ քաղաքական ճգնաժամ։ Բայց մանդատներից հրաժարվելու գործընթացը հեշտ չի լինելու։ Որպեսզի այն գլուխ գա, ընդդիմադիր ուժերի նախընտրական ցուցակների բոլոր թեկնածուները պետք է ինքնաբացարկի դիմումներ կայացնեն։ Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակում ներառված է 213 հոգի, Ուժեղ Հայաստանի ցուցակում 199։ Այնպիսի թիմեր են հավաքել, որ ես խիստ կասկածում եմ, որ իրանք ընդունակ են իրենց շարքերին ստիպել գրել այդ դիմումները։ Կարող է այդ շարքերը իրենց ուղարկեն հեռու տեղեր, հենց որ ասեն դիմում գրի, եւ մի գիշերում դառնան իշխանամետ, կամ ինչ-որ առանձին ֆրակցիա ձևավորեն։ Քաղաքական հաշվարկներից զատ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը բարձրացնում է մեկ այլ, շատ ավելի մեծ ռիսկ։ Խորհրդարան անցած ուժերի համար մեծ քննություն է դառնալու սեփական թիմի ներքին կայունությունը։ Վստահ եք ձեր ցուցակների քաղաքական հուսալիության ու միատարրության վրա։ Ազնիվ ասեմ, ես վստահ չեմ, գիտեմ խնդիր կա։ Արդյոք կա երաշխիք, որ ընդդիմադիր խմբակցությունների բոլոր պատգամավորները հետագայում չեն ենթարկվի իշխանության ճնշումներին, ճամբար չեն փոխի եւ կարևոր պահին ԿՊ-ին չեն նվիրի պակասող ձայները։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ընդամենը մի քանի ձայն է պակասում սահմանադրական մեծամասնություն ունենալու համար։ ԿՊ-ն անշուշտ ջանք կգործադրի այդ մի քանի ձայնը ընդդիմությունից խլելու համար։ Ի վերջո նման փորձ նախկինում արդեն եղել է։ Գործող խորհրդարանում Հայաստան դաշինքը լքած Գեգամ Նազարյանը, պատիվ ունեմ խմբակցությունից էլ Իշխան Զաքարյանը։ 3-5 չունենալը առնվազն այս իշխանությանը զրկում է մի շարք ապօրինություններ անելու հնարավորությունից։ Եթե ընդդիմությունը լինում է պինդ, լինում է միասնական ու նոր Գեգամ Նազարյաններ կամ այն մյուսների անունը ինչ էր, չեն հայտնվում։ Այո, դա բավականին զսպման գործիքը մեծանում, բայց միայն դրա վրա հույս դնելը բավարար չի։
Իսկ ինչ կլինի, եթե ընդդիմությունը համաձայնության գա ու հրաժարվի մանդատներից։ Կառավարման առումով Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի համար ոչինչ չի փոխվում։ Կառավարությունը կձևավորվի, իշխանությունը կշարունակի գործել ու ընդունել օրենքներ, իսկ խորհրդարանը կազմված կլինի միայն մեկ իշխող ուժից։ Այլ ուժեր չեն գալիս, իրանք մնում են չգալու։ Այո։ Այլ ուժ չի կարող գալ, վերջ։ Վերջ, այսինքն այն ինչ ունենք։ Այսինքն պարլամենտը կլինի կամ ընդդիմությունով կամ առանց ընդդիմության։ Այո։ Հետընտրական այս փակուղում ընդդիմության համար ամենամեծ քննությունը լինելու է ոչ թե մանդատներից հրաժարվելու տեխնիկական բարդությունը, այլ սեփական շարքերի հավատարմությունն ու ընտրողին չհիասթափեցնելու պատասխանատվությունը։ Հաջորդ 5 տարիներին ազգային ժողովի նիստերը կանցնեն կամ կիսադատարկ դահլիճում, որտեղ իշխանությունը ինքն իրեն հարցեր է տալիս ու պատասխանում, կամ երբեմն կլսենք սուր հարցադրումներ, մեկ-մեկ էլ կտեսնենք այսպիսի տեսարաններ։